Բարի երեկո, հարգելի հեռուստադիտող, եթերում ավետարանի մեկնությունն է։ Ամեն երեքշաբթի ձեզ համար ավետարանական պատմություններն է մեկնում Սահակ եպիսկոպոս Մաշալյանը։ Աստված օգնական Սրբազան։ Այսօր զրուցելու ենք աղոթքի մասին։ Ավետարանական հատվածում Քրիստոս ուսուցանում է, թե ինչպես պետք է աղոթել։ Ընթերցենք այդ հատվածը։ Եվ երբ աղոթես, չլինես կեղծավորների նման, որոնք սիրում են ժողովարաններում եւ հրապարակների անկյուններում աղոթքի կանգնել, որպիսի մարդկանց Երևան։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը։ Այլ դու, երբ աղոթես, մտիր քո սենյակը, փակիր քո դռները եւ ծածուկ աղոթիր քո հորը, եւ քո հայրը, որ տեսնում է ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ հայտնապես։ Աղոթքանելիս շատախոս մի լինեք ինչպես հեթանոսները, որովհետև նրանք կարծում են, թե իրենց շատ խոսքերի պատճառով լսելի կլինեն։ Արդ նրանց չնմանվեք, որովհետև ձեր հայրը գիտե, թե ինչ է ձեզ պետք, նախքան որ դուք նրանից մի բան ուզեք։ Սրբազան, ինչ է աղոթքը։ Ընդհանրապես կսեմ, որ Աստծո հետ երկխոսությունն է, բայց աղոթքը խոսքեն ավելի ընդարձակ բան է։ Այսինքն մեր չանքն է Աստծո հետ հարաբերվելը։ Այդ հարաբերության մեջ մտնող ամեն ինչ այդ աղոթքի երանգ ունի։ Ծեսը, խունգը, երկեցությունը, տաճարը ինքը, մարդը գրոնական արարած է։ Միայն մարդը հավատք ունի, միայն մարդը աղոթում է։ Ոչ մեկ ուրիշ արարած չունի այդ աղոթքը։ Ուրեմն իրապես հավատքը մեր ներքին թրվածքն է։ Աղոթել պահանջն է, ինչպես ուտել, խմել, այդպիսի պահանջն է։ 19-րդ դարու ֆրանսիացի փիլիսոփա Կրոմը գա Ռենան հրճագավոր է անոր աղոթքը։ Գսե որ ով դեր Աստված, եթե Աստված կա, փրկե իմ հոգիս, եթե հոգի ունեմ ես։ Ընդհանրապես այս տիպի մտածողությամբ շատ մարդիկ գաղոթեն, այսինքն վստահ չեն, թե ինչի գաղոթեն։ Ուրեմն պետք է մենք նախ եւ առաջ որոշենք, թե ինչ է այդ Աստվածը։ Իրապես կլսե մեզ, չլսեր մեզ։ Պետք է անիկա հստակացնենք։ Աստված արարիչն է եւ ոչ միայն արարած մեզի, նաեւ իր նախախնամությամբ միշտ քույթյան մեջ կփռնե մեզ։ Սաբես եթե օրինակ տանք, յուղաներկ նկարեմը երբ որ գնայիք, դուք քույներ կտեսնեք, չէ՞, ցևերը կտեսնեք հոնդը, բայց պաստարը չեք տեսնում։ Բայց առանց այդ պաստարի ոչ մեկ քույն, ոչ մեկ ցև քույթում մի չունենար, չէ՞։ Բոլորը այդ պաստարին վրա թրված է, բայց պաստարը բոլորովին դարբեր է անոնցում է, չնման է ոչ մեկին, եւ մաս չգազմեր այդ պատկերին, բայց փռնողն է, քեդինն է, Աստված այդպես է, ամեն դեղ է, եւ մենք բոլորս անոր մեջն ենք։ Աստված մեր էության մեջն է, ուր է, ինչպես է մենք չենք կրնար հասկանալ անիկա, բայց շատ մոտ է մեզ է։ Բայց մեր գիտակցությունը, որ իստիբողական գերբով ֆոկուս ընելով կաշխատի, այսինքն մեկ բան կրնա մտածել այդ տվյալ պահուն, հետևաբար մենք աղոթք ըսված ցև պետք է որոնենք, այսինքն անդրադառնանք, որ Աստված կա եւ հիմա պետք է մենք անոր հետ խոսենք, հարաբերվենք։ Սրբազան կան աղոթքի տարբեր ձևեր եւ կանոնիկ տեքստեր եւ մարդիկ երբեմն իրենց բառերով են աղոթում, որն է ճիշտ աղոթելու ձևը։ Մենք ինչ որ գիտենք, որ Աստուծո մասին, սրբության մասին է, մի տեսակ աղոթք է։ Օրինակ մեկը սուրբ նկար կպատկերը, չէ՞, աղոթք մնա անիկա։ Կարելի չէ որ մեկը հավատացյալ է եւ իկոնա գշինը եւ չաղոթ է հոնդեղ։ Աղոթք մնա այդ։ Մեկը մոմ գվարը, չէ՞։ Եթե հավատքով գնե, կարելի չէ որ ասել չէ ասիկա աղոթք չէ։ Ուրեմն աղոթքը իրականության մեջ մեր բոլոր հոգևոր եւ գրոնական շարժումներու ընդհանրական անունն է։ Հարգավ թե երբ որ աղոթքի բաղը Աստծո հետ երկխոսություն լալով մենք կսահմանենք,
այնադեն մի քիչ անիկա կփոքրացնենք մենք աղոթքը։ Այսինքն աղոթքը միայն այն չէ, որ ես գիտակ ցափար կխոսիմ Աստծո, գիտակ ցափար կխոսիմ, այլ իմ մեջս եղած այդ ցանկությունները Աստծո հանդեպ, երբեմն անունը չթրված այդ ցկտումները, բորտկումները, այդ բոլորը աղոթք են։ Պետք է իրականության մեջ թերևս երկուքի բաժնել աղոթքը, այդ հարումով անձնական, անհատական եւ հավաքական։ Այդպեսով երկու խոշոր գալվածի մենք կփաշնենք։ Այսինքն անհատական աղոթն իրապես շատ բարդություններ ունի, ջուղավորումներ ունի, հավաքական աղոթն այդպես։ Ուրեմն Տեր Հիսուս հոստը ընդհանրապես կխոսի անհատական աղոթքի մասին, հարգավ թե չփածարեր անիկա հավաքական աղոթքի սկզբունքները տնելու, բայց հոստը Տեր Հիսուս աղոթքին արչև ինչ է արգելք, ամենեն կարևոր արգելքները, որ մարդոց աղոթքը լալեն գթատրի, ուզածին չափ սևի մեջ անիկա աղոթքի պես երևի, այդ հատկություններու մասին կխոսի Հիսուս։ Սրբազան ինչն է ստիպում մարդկանց, որ տեսանելի դարձնեն իրենց աղոթքը, մի տեսակ ցուցադրաբար աղոթեն։ Այսօր պատճառը այն է, որ մենք ես ունենք, եւ այդ եսը ցուցամոլ է, մենք հիվանդակին գերբով ցուցամոլ արարածներ ենք, ամենքս այսպես ենք, եւ այդ եսը, երբ որ Աստծո նույնիսկ գերտանք, մեզի չթողոր, եւ նույնիսկ այնադեն մենք բաժին հանել կուզենք այդ եսին համար, ուրիշները տեսնեն ասեն, որ որքան երկար աղոթեց, ինչ աղոթություն կընտրեց, այդպես աղոթեց, ինչ սրտանց աղոթեց, ինչ լավ բառեր յետևի շարեց։ Այդ դեպքում կարելի է ենթադրել, որ հավաքական աղոթքները սխալ են։ Հավաքական աղոթքները սխալ չեն հարգավ թե, ինչպես որ մենք անհատապես կրնանք ճաշել, հավաքապես կրնանք ճաշել, չէ՞։ Երկուքը իրար հագարակ չէ, ճիշտ հագարակը հավաքական աղոթքը գճոխացնե աղոթքը ուրիշ մեկ մագարտակի կբարձրացնե, որովհետև մենք նաև սոցիալ արարածներ ենք, ընկերության մեջ գոյություն ունենք եւ միասնապար Աստծո բաշտելու նաև մենք պետք է բաշտենք Աստծո, այդ բարդականությունը ունենք։ Մեր Տերը գսե որ ուշադիր եղեք ծեր եսի շարժումներուն։ Այդ եսը ինչպես կգենա Աստծո առջև շատ կարևոր է։ Եթե շիտակ չգենար այդ եսը Աստծո առջև, այնատեն աղոթքը կարելի չէ ընդունվի։ Նայեցեք, եսը իրապես շատ կարևոր է մեր կյանքի մեջ։ Մեր ամենեն շատ կործածած բառը ինչ է։ Բոլոր լեզուներով։ Ես։ Եվ որ բարապ մնանք մենք, թուղթ քրիչ ունենանք, անմիջապես ինչ կնենք, մեր ըստորակրությունը կնետենք, չէ՞։ Եվ որ գերտակ ուխտադեղիներու, տաճարներուն, մարդիկ իրենց անունները հոնդե կգրեն։ Մեծ մեղք կգործան արգավտե, այսինքն փակակիցը մեջ ունենք անիկ, բայց ինչ համար է, մարդը կացերը ուխտի եւ հոնդե իր ցերկը քարմ կդերը կամ թանակ մունի, կսկսի քերթելու իր անունը եւ կամ իր սիրածին անունը, որովհետեւ մենք շատ եսասեր ենք։ Այսինքն, քանի որ ասիկա համադարած է, հիվանդություն է, եւ մենք այսօր ավերները չենք տեսներ, բայց եթե այս աշխարհը դժոխք է, որովհետեւ մենք մեր եսերը շատ կփայփայենք, Սուրբ Մգսը իրավես, որ եսը դժոխք է։ Ուրեմն նայեցեք, այս եսը հիմա գծկտի Աստծո հետ հարաբերվելու։ Եվ այդ եսը նույնիսկ առանցին եղած ադենը չգնար մյուս մարդոց մեջ փրկվել, որովհետև դակավին մեր հիշողության մեջ, իրականության մեջ բազմություն գրնանք ունենալ մենք։ Հետևաբար շատ դժվար գործ է իրապես Աստծո հետ առանցին մնալ։ Սրբազան, Հիսուս ասում է աղոթելիս մտիր քո սենյակը, ինչպես հասկանալ այս խոսքերը ուղղակի իմաստով։ Պետք է մենք բահեր ունենանք, որ առանցին Աստված փնտրենք։ Եթե մեկը որ առանցին Աստված չփնտրեր, առանցին աղոթք չունի անհատական, այդ մարդը որ հավաքականության մեջ հավաքական աղոթքն է եկեղեցի մեջ, հավանաբար հաճող աղոթք պիտի չլա իր աղոթքը, որովհետև
պետք է մենք առանցին Աստծո արչև գենալու բահեր ժամանակ եւ դեղ պետք է ունենանք։ Պետք է վարժեցնենք մենք սրտանց Աստծո հետ խոսել։ Այսօր համար Տեր Հիսուս կսե քուսենյագիտ մեջ մդիր թուրուց ծածկե քախնաբես աղոթե Աստծո եւ հայրդ որ քախնաբես կդի պիտի տեսնեք էսի պիտի վարձատրե։ Ուրեմն խորհրդանիշ ապար նաեւ Տեր Հիսուս կսե որ քու ներքին սենյագիտ մեջ մդիր։ Քու հոգիիդ մեջ մդիր։ Ուր այլևս ուրիշ մարդիկ չկա։ Աստծո արքայությունը մեր ներսն է պետք է ներս դառնալու արվեստը սորինք աղոթքի մեջ խորանալ այդ արդեն հետս հետը արարածները գորին եւ մեր աղոթքը կամ փոփվի եւ